Մեր գլխավոր խնդիրը պիտի լինի ամեն կերպ աջակցել բարենորոգման օրակարգին, բայց չմասնակցել։ Դե առաջին դերակատարը քանի որ շփոթի ասել, որ հայտարարություն դե եկեղեցին էլ է քաղաքականացվել, դրա համար մենք քաղաքական գործիչներս մտնում ենք, դա որևէ կերպ չի արդարացնում մեր ակտիվությունը, այո, եկեղեցին ոչ թե քաղաքականությամբ զբաղվել, ինչի իրավունքը ըստիս ունի, այլ կուսակցական գործունեությամբ զբաղվել, ինչի իրավունքը չունի, որովհետև եկեղեցին էլ կարծում եմ որպես կարևոր վստահության ինստիտուտ չի կարող չզբաղվել քաղաքականությամբ մեր երկրում, բայց ինքը պիտի լինի իմ Ռոբերտ Քոչարյանի եւ Նիկոլ Փաշինյանի եկեղեցին։ Իսկ ինքը դադարել է լինել իմ եւ Նիկոլ Փաշինյանի եկեղեցին, ինքը որոշել է, որ պիտի լինի Սամվել Կարապետյանի եւ Ռոբերտ Քոչարյանի եկեղեցին։ Այստեղ է խնդրեմը։ Այստեղ է անթույլատրելին, որ կուսակցական գործունեությամբ իրավունք չունի եկեղեցին զբաղվի, որտեղ եկեղեցու գլխավոր առաքելությունը մեզ բոլորիս նույն հարկի տակ հավաքելն է։ Իսկ այս իրենց դիրքավորմամբ դա հնարավոր չի։ Ես հիմա եկեղեցի մտնելուց նայում եմ, տեսնեմ այս հոգեորականը որ դաշտում է։ Ես այստեղ մտնեմ, ինձ ինչպես կվերաբերվեմ։